Հայաստանի որևէ կառավարություն չի կարող հրաժարվել էքսկլավ անկլավների հարցից։ 1896 թվականին այս թվականից իմ պապերն էր ստեղ ապրել։ Общий շամչատին ճամ փնել փակում, սա լալիկեղը վասաշենը սա փակում է։ Ո՞վ դրանք մեր հայրեն տակ թուրքերն ասենք կապրից։ Այդ անկլավներին լուրջ խնդիր են առաջացնելու այդ տվյալ մեր մարզերի համար։ Նա հայկական հողի միջին է, ես դա ոնց կարելի ասել նա Ադրբեջան ընտան։ Այնտեղ ձորում գյուղատեղիներ կան, խաչքարեր կան։ Կեսով չափ հայտնվում են այդ անկլավի տարածքում։ Շնամին առանց էնել ինչքան պետք է վիրակալել, մենք հետ գնալու տեղ չունենք։ Նախորդ տարի Տավուշի մարզում իրականացված սահմանի հստակեցման հիմքում եղել է ԽՍՀՄ զինված ուժերի գլխավոր շտաբի 1976 թվականի տեղագրական քարտեզը։ Հայ-ադրբեջանական սահմանազատումը այս քարտեզով է շարունակվելու։ Եթե այո, ինչու հիմք չեն ընդունվում նախորդ տարածքզբի քարտեզները, որտեղ օրինակ Արցվաշենն անկլավ չէ։ Այս հարցի հասցեատերը Սահմանազատման հանձնաժողովային անդամներն են, որոնք ներգրաված են այս process-ում։ Հաշվի առնելով, որ մենք չունենք հստակ հայտարարություն, թե որ քարտեզների շուրջ են ձեռք բերել համաձայնություն երկու կողմերը, դժվար է նշել, թե որ թվականի քարտեզով են ընթանում սահմանազատման աշխատանքները, քանի որ առնվազն Ադրբեջանի կողմից մենք չունենք նմանատիպ հայտարարություն։ Ինչ վերաբերում է ինչի համար են ընտրվել 1970 թվականի քարտեզները, կարող ենք ենթադրել այն, որ ավելի վաղ քարտեզները կարող էին ավելի ձեռնտու լինել Հայաստանի Հանրապետությանը եւ ենթադրաբար Ադրբեջանն է պնդել որպեսզի սահմանազատումը չընթանա ավելի վաղ շրջանի քարտեզով, օրինակ 1920-ական 30-ական թվականների քարտեզներով, որով Հայաստանը չուներ անկլավներ 1990-ականներին եւ հետագա տարիներին հայ-ադրբեջանական հակամարտության արդյունքում որքան տարածք է անցել Հայաստանի, որքան Ադրբեջանի հսկողության տակ եւ սահմանազատման արդյունքում որ կողմը որքան տարածք կստանա։ Սահմանային հատվածում գրեթե խոշոր տարածքային զավթումներ չեն եղել, դրանք կարող են լինել մինչև 1 տասնյակ քառակուսի կիլոմետր, բայց ըստ էության, եթե խոսենք սահմանային, այսպես ասած, փոխանակությունների կամ գրավումների մասին, ապա մենք ունեցել ենք որոշակի հատված Տավուշի մարզում, ինչպես գիտենք, այնտեղ ավելի բայնապաստ դիրքերի զբաղեցման նպատակով Հայաստանը որոշակի տարածք թողել է Ադրբեջանի վերահսկողության տակ եւ հակառակը վերահսկել է որոշակի ադրբեջանական ԽՍՀ-ի տարածքներ եւ ունեցել ենք որոշակի նմանատիպ գոտի Նախիջևանի հատվածում, Նախիջևանի եւ Սյունիքի մարզի հատվածում, բայց դրանք չեն գերազանցել մի քանի քառակուսի կիլոմետր, կարող են հասնել մինչև 1 կամ 1.5 տասնյակ կիլոմետրերի։ Եթե հաշվի առնենք 90-ական թվականների փոխադարձ տարածքներ գրավելու իրավիճակը եւ հաշվի առնենք, որ սահմանազատումը ընթանալու է 1970-ական թվականների քարտեզներով, ապա ըստ էության կողմերը նույնաչափ տարածքներ պետք է փոխանակեին, եթե մենք հաշվի ենք առնում միայն 1990-ական թվականների տարածքային փոփոխությունները։ Խորհրդային միության տարիներին Հայաստանից տարածքներ են փոխանցվել Ադրբեջանին։ Կան արդյոք այդ գործընթացի իրավական հիմքերը եւ հնարավոր է առաջիկայում պարզվի, որ Հայաստանի տարածքում ադրբեջանական անկլավներ պարզապես չկան։ Արխիվային փաստաթղթեր ուսումնասիրելիս մենք գոնե ծանոթացել ենք այնպիսի իրավիճակի, որ հիմնականում տարածքներ անջատվել են Հայաստանից։ Հիմնականում խնդրո առարկա են եղել Հայաստանի վերահսկողության տակ կամ Հայաստանի գյուղերին պատկանող հողամասեր։ Այսինքն ինչպես էր ընթանում այդ process-ը։ Գոյություն ունեին խորհրդային հողային հանձնաժողովներ, որտեղ ներկայացում էին սահմանային հայցեր, դրանք կարող էին լինել տարբեր գյուղերի կողմից։ Հիմնականում հայց ներկայացնողները ադրբեջանցիներն էին, որոնք նպատակ ունեին հայկական հողեր իրենցով անել, այսպես ասած, կամ հայկական գյուղերն էին, որոնք բողոքում են իրենց հողերի զավթումից։ Եվ ըստ էության, եթե մենք ըստ ժամանակագրորեն ուսումնասիրում ենք այդ հողային հանձնաժողովների որոշումները, ամեն հանձնաժողովի ամեն որոշումով Հայաստանը կորցրել է որոշակի տարածք։ Հենց այդ պատճառը, որ տարբեր տարիներին, սկսած 1920-ականներից մինչև 1970-ականները Հայաստանից տարբեր ժամանակներում անջատվել են բավականին խոշոր կտորներ։ Մինչ օրս մենք չենք կարողացել հայտնաբերել Հայաստանի տարածքում այսպես կոչված անկլավների առաջացման իրավական հիմքեր։ Ի տարբերություն մեր էքսկլավի Արցվաշենի, որ արխիվային փաստաթղթերում կան փաստաթղթեր, որոնք հստակ ցույց են տալիս, որ Արցվաշենը Հայաստանից բաժանված չի եղել, ունեցել է միացման գիծ Հայաստանին։ Ընդ որում կան որոշակի փաստաթղթեր, որոնք ցույց են տալիս, որ երբ որ Արցվաշենից
առանձնացվել են այն հողամասերը, որոնք եղել են Հայաստանին սահմանակից, ապա հնարավորություն է տրվել ճանապարհի, որը ըստ էության պետք է պատկաներ Հայաստանին, այսինքն Արցախաշենը պետք է ճանապարհով գոնե միացած լիներ Հայաստանին։ Սակայն անհայտ հանգամանքներում հետագայում այդ ճանապարհն էլ է անհետացել։ Ժամանակակից սարքավորումների տեխնոլոգիաների կիրառման արդյունքում կարելի է շատ արագ եւ հեշտ գեներացնել քարտեզներ, որոնք ոչ մի իրավական հիմք չունեն, ոչ մի պատմություն չունեն։ Հենց վառ օրինակը Սև լճի հատվածում, երբ Ադրբեջանը օկուպացրեց Հայաստանի Հանրապետության որոշակի տարածքներ, ընդ որում եթե հիմնվենք 1970-ական թվականների քարտեզներով, ապա Սև լճի ընդհանրապես մի փոքրիկ հատվածը պետք է լիներ Ադրբեջանի վերահսկողության տակ, իսկ մեծ հատվածը Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանը զբաղեցրեց ամբողջ Սև լճի հատվածը եւ սկսեց պնդել, որ համաձայն արխիվային փաստաթղթերի դրանք խորհրդային Ադրբեջանին են պատկանել։ Սակայն երբ ուսումնասիրվեցին նրանց կողմից ներկայացված քարտեզները, հստակ երևաց, որ դրանք կեղծ նոր մշակված քարտեզներ են, որը նպատակ ուներ առնվազն մոլորեցնելու տեղում աշխատող մասնագետներին, իսկ առավելագույնը այդ տարածքները անջատել Հայաստանից եւ միացնել Ադրբեջանին։ Ադրբեջանը հայտարարում է, որ Հայաստանի տարածքում ունի 4 անկլավ։ Հայաստանը Ադրբեջանի տարածքում 1 անկլավի մասին է խոսում։ Վերջին տարիներին քննարկվում է նաև դրանց հնարավոր փոխանակումը։ Եթե Ադրբեջանը ներկայացնի անկլավների պատկանելիության անառարկելի փաստեր եւ համաձայնի փոխանակմանը, դա համարժեք կարելի է համարել։ Երբ խոսում ենք Հայաստանի Հանրապետության տարածքում այսպես կոչված ադրբեջանական անկլավների մասին, ապա դրանք կարող են վերաբերվել ընդհանրապես 3 տարածքների, որոնցից մեկը համաձայն խորհրդային վերջին ժամանակների քարտեզների Արատի մարզում է, երկուսը Տավուշի մարզում են։ Եվ կրկնում եմ, այդ անկլավների իրավական հիմքերը մինչ օրս հայտնաբերված չեն։ Եթե այնպես ստացվի, որ իրավական հիմքերը հայտնաբերվեն կամ ինչ-որ պրոցեսների արդյունքում համաձայնության կան, որ այո, այդ անկլավները իրավական են, եւ քննարկվի դրանց փոխանակումը, ապա տարածքային տեսանկյունից իրենք նույնական են, այսինքն ադրբեջանական անկլավները միասին վերցրած տարածքով գրեթե հավասար են Արցախաշենին։ Ըստ էության տարբերությունը կազմում է մի քանի քառակուսի կիլոմետր, եւ եթե կողմերը գան համաձայնության, ապա դրանք հնարավոր է փոխանակել, իհարկե որոշակի իրավական նորմեր պահելով։ Ինչպես է Հայաստանի Հանրապետությունը իրականացնելու վերաբնակեցում Արցախաշենում լուծելու կոմունիկացիաների խնդիրը, հաշվի առնելով հանգամանքը, որ ամեն անգամ Արցախաշեն գնալ գալը նշանակում է հատել Ադրբեջանի սահմանը։ Ինչ նախադեպեր կան աշխարհում։ Արցախաշենը այս պահին ըստ էության մշտական բնակչություն չունի, սակայն ադրբեջանցիները ակտիվորեն օգտագործում են նրա գյուղատնտեսական հողերը, այդ տարածքով անցնում է տեղական նշանակության ճանապարհ, որը կապում է ադրբեջանական բնակավայրերի իրար։ Բացի այդ, այնտեղ առկա է ջրամբար, որը ադրբեջանցիները օգտագործում են գյուղատնտեսական նպատակներով։ Բնակեցումը որոշակի խնդիր է առաջացնելու, քանի որ ոչ միայն պետք է բնակիչները ապահովեն որոշակի պայմաններով, այլ նաև պետք է ունենան կապ հիմնական իրենց երկրի հիմնական տարածքի հետ, եւ դա եւս որոշակի խնդիր է։ Ինչ ռեժիմով է այդ կապը ապահովելու, ինչ ճանապարհներ են տրվելու, քանի որ ռելիեֆը բավականին բարդ է տվյալ հատվածներում, ապա նաև ճանապարհի խնդիրը լուրջ է լինելու։ Դա դժվար թե ուղիղ գծով ճանապարհ կարողանան ապահովել։ Երբ խոսում ենք միջազգային փորձի մասին, աշխարհում գոյություն ունեն մոտ 20 երկրներ, որոնք ունեն անկլավներ։ Նրանց հիմնական մասը Եվրոպայում եւ Ասիայում է, իհարկե անկլավներ ունեն նաեւ Ամերիկան եւ Կանադան իրար միջև, եւ բայց շատ հատկանշական է, որ ի տարբերություն Հայաստանի եւ Ադրբեջանի, որ երկու երկրներ միմյանց միջև ունեն, կարելի ասել, տասնամյակների հասնող կոնֆլիկտ, եվրոպական երկրները արդեն լուծել են իրենց մեջ այդ կոնֆլիկտները եւ ի հաշիվ նրա, որ նրանք գտնվում են նույն վիզային գոտում, չունեն ըստ էության սահմանային վերահսկողություն, ապա անկլավների գոյությունը մեծ խնդիրներ չի առաջացնում։ Նմանատիպ կոնֆլիկտային վիճակ անկլավների հետ կապված առկա է միջինասիական երկրներում, որոնք անգամ մինչև վերջի տարիները այնտեղ բախումներ էին արձանագրվում եւ այնտեղ էլ խնդիրը դեռ իր վերջնական լուծումը չի ստացել, բայց պետք է հասկանալ, որ անկլավների խնդիրը ամբողջ աշխարհում միշտ պահանջում է երկարատև եւ բարդ լուծումներ, դա մի քանի տարվա լուծելու խնդիր չէ, անկլավների խնդիրը կարող է լուծվել անգամ տասնամյակներով։